Ուղևորվում ենք հյուրանոց, մեր թռիչքը մի փոքր ուշացել էր, հետևաբար մենք մի փոքր ուշացանք եւ մեր առաջին օրվա պլանները մի փոքր փոփոխվել են, այսօր հանգիստ ենք լինելու, երեկոյան նավարկություն ենք ունենալու։ Բարև ձեզ։ Հատուկ շնորհակալություն Աղթամար տուրին այս թրիփը կազմակերպելու համար։ Հասանք համար, սպես պստելիք կոմֆորտիկ համար է, ողջույնել են։ Բարև։ Կնե իրար, կողքին կնելու արդեն հասցրել ենք թռվռալ։ Եկել ենք ընտրելու։ Այրանց։ Բարև ձեզ։ Ձեր սեղանը Ճաշեցինք, վերադարձանք, պատրաստվեցինք։ Էլենս էլ էստեղ է պատրաստում, որ գնանք Բոսֆորի նեղուցով շրջելու։ Trolling vibe։ Տրոլիկ վայբ։ Փողոցները ասենց Սուրմալուի ոճով են շատ, ոնց որ Սուրմալուի մեջտեղի փողոցով քայլ է։ Սուրմալու փեթակ իրանց հայտնի են հացիկներն են, որ բոլոր իրանց սերիալներում ու ֆիլմերում երևում է։ Կուրուզան ու կաշտանն են։ Կառուցված է պալյանների կողմից, հայերի կողմից եւ կամուրջի հետ միասին համարվում են Ստամբուլի խորհրդանիշը։ Արդեն նշեցի, այստեղ կան հայերի կողմից կառուցված բազմաթիվ եկեղեցիներ, դպրոցներ, շենքեր, պատմամշակութային վայրեր, որոնք շատ մեծ ու առանցքային դեր են խաղում Թուրքիայի պատմության մեջ։ Այդ հետքերով մենք այցելել ենք Պոլիս, որպեսզի գնանք, տեսնենք ավելի մոտիկից մեր պատմությանը ծանոթանանք։ Արևմտյան Հայաստանում լինելը ինձ համար նույնպես երազանք էր, բայց երազանք էր նաև գալ Պոլիս եւ ավելի մոտիկից տեսնել այս ամեն ինչը, որովհետեւ պատմության գրքերում շատ ենք կարդացել, թե ինչքան մեծ դեր են ունեցել հայերը Պոլսի կյանքում ու այդ ամեն ինչին մոտիկից ծանոթանալը իրականում երազանք էր, որը կատարվեց։ Ստեղծին, որ տեսնում եք, Սուլթանի նվերն է եղել Այվազովսկուն այն նկարների համար, որոնք որ Այվազովսկին նկարել է Սուլթանի համար։ Իմ վլոգում երևալու, եթե ձեզ թվում է, որ ես ինձ ասում եմ, որ յութուբեր եմ դառնալու, միանգամից դառնալու եմ, այդ լեփից դա։ Ես ինձ հոմով կերամ։ Մամ ջան, ես գուբախտում եմ, մեր երեկոն ամփոփում է։ Ամփոփում է այսպես։ Նաև ցույց տանք ինչեր են կորել, առել են ձմերուկ։ Դեպիլյատոր բալզամն են ցույց տալիս։ Հա, այսա ցույց կտամ ձմեր։ Առել ենք ֆստակ, չիփս, պոպոկ, shampoo and conditioner։ Իմ վրա այսպես բան են նաղդել, նկարել էին։ Սկզբում տենց մտածեցի $14 է, հետո բարձրաց $40 է։ Մի գինեի, ձերել հետ գինը։ Օկտոբերս Օր 2 բարի լույս բոլորին մենք հասցրել ենք պատրաստվել, զուգվել, զարդարվել գեղեցկոնոլ նախաճաշենք, որ այսօր գնալու ենք վերջապես մեր եկեղեցիներով պտտվելու հագեցած անցնելու ու օրը սկսել ենք նավի վրա, որովհետև ներկա պահին գնում ենք Քնալը կղզի, որը թե առաջներում եւ թե հիմա բավականին շատ հայերով է բնակեցված եղել։ Այսօր գնալու ենք այնտեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ճանապարհին տեսանք նաև այս շինությունը 1915 թվականի ապրիլի 24-ին հենց այս շինությունում են հավաքել հայ մտավորականներին եւ սկսել սպանել նրանց։ Իսկ սա արդեն Քնալը կղզում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Ինքնին կղզին համարվում է հայկական, որովհետև թե առաջներում եւ թե հիմա շատ հայերով է բնակեցված։ Ու իդեպ այս կղզում շատ կատուներ կային, որոնք համեմատած մեր տեսած սովորական կատուների չափսերով շատ մեծ էին։ Կղզին այսպես բավականին փոքրիկ է, ու այս շարաններով կղզիները որ գնում են ամենափոքրիկը սա է, մյուս կղզիների վրա ապրում են թուրքեր, հույներ։ Այստեղ մեծամասամբ հայեր են ապրում ու ընդվերին կառուցել են ամառանոցներ ու ամառները մեծամասամբ այստեղ են անցկացրել։ Հայերը կան կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, խխունջիկներ։ Այդպես, բայց ինքնին կղզու ատմոսֆերան աուրան շատ այսպես խախանդ, հանգիստ ու խաղաղա, շատ սիրուն է ու այսպես քայլելուց փորձում ենք գուշակենք, որ մեկն է հայի տուն օրինակ։ Իմացանք նաև, որ այն ժամանակներում
Երբ որ արդեն ցեղասպանությունը եղել է, հայերի դռների վրա, տան պատերի վրա կարմիրով նշաններ են արել, որպեսզի իմանան, որ ներսում քրիստոնյաներ են ապրում ու այդ տան բնակիչները, երբ որ տեսնեն իրենց տան պատերին նշաններ են անում, փախել են, որովհետև եթե մնային, իրենց առաջիկայում շատ վատ ճակատագիր էր սպասվելու։ Այդպես քայլելով եկանք ապ ու ոտքով մոտավորապես 2 ժամվա ընթացքում կղզու մի ծայրից մյուսն ենք կարողանում քայլել։ Այգին Հրանդինքի անունով է, կոչվում է Հրանդինքի այգի։ Երեխաների համար նախատեսված այսպես պստիկ այգի է։ Մոտ 1 ժամ ազատ ժամանակ ունենք, եկել ենք մի թեթե մի բան ուտենք, որովհետև քողցած ենք։ Սենց միասին ու ասեմ, որ մենք հաց ուտելով ընկանք, ուշացանք նավից, ու քանի որ ուշացանք, մյուս նավը մի ժամ հետո գնալու, սենց եկել ենք թեյ խմենք։ Իմ մանկապարտեզի ֆունիկուլյար։ Իդեպ նշեմ, որ նավը իրենց համար սովորական փոխադրամիջոցն է, ոնց որ օրինակ ավտոբուսը կամ տրոլեյբուսը մեզ համար մի ծայրից մյուս ծայրը նավով են գնում։ Մենք գտնվում ենք Ստամբուլի կենտրոնում, իրանց կենտրոնն է, սա հուսամ ձայնս լսվում է։ Այս հատվածում այս մզկիթի շինարարությունը նորն ավարտել, իրանց ազատության խորհրդանիշն է սա։ Եվ հեսա որ քայլենք, բարբերաբար եկեղեցիների ենք հանդիպելու։ Կենտրոնով ենք քայլում։ Գժանոց հողակի շատ մարդաշատ է։ Հեսա քայլելով գնալ ենք, մի հատ փոքրիկ փողոց կա, Արա Գյուլարի փողոց է կոչվում ու այնտեղ Արա կաֆեն կա, լուսանկարիչ է, այնտեղ ամբողջությամբ իր նկարներն են ցուցադրված, հեսա որ գնանք այնտեղ դա էլ անպայման ցույց կտամ, բայց այդ տրամվայը այսպես բարձրանում է փողոցի մեջտեղը փոքր փողոցը Արա Գյուլարի անունով է, կոչվում է Արա Գյուլարի փողոց, այս էլ Արա կաֆեն է ու ներսում ամբողջությամբ իր արած նկարներն են, հեսա փորձեմ ներսից ցույց տալ։ Արա կաֆեն։ Հաջորդ օրը այցելեցինք նաև Ստամբուլի կենտրոնում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Գիշերը հրեսյան տեսքով։ Եվ մի օր Աբրահամը հարցնում է. ով ես դու Տեր, որ առաջնորդում ես ինձ եւ ճանապարհ ցույց տալիս։ Խարում տարբեր արարածներ կան, չէ՞։ Բայց մենք ասում ենք կենթանիները գոյակներ են, այսինքն գոյություն են։ Միայն մարդն է էություն, որտեվ էություն է, Աստծո էությունից է։ Կենթանիները գոյակներ են, բույսերն էլ արդեն գոյակների ենթաշարունակությունն են շարունակում։ Մեր եկեղեցիներում հիմնականում էտարը խորանի վրա է դրվում։ Շատերի մոտ թյուրիմացությամբ համարվում է որպես էջմիածին, բայց էջմիածնի խորհուրդ չէ, այլ Տիրոջ անունն է։ Ես եմ որ է, քո Տեր Աստվածը։ Դրա համար գրափարում բոլոր բառերը, որոնք սկսվում են է տառով, գրվում է շշաձև է։ Մեր գրական հայերենում այդ օրենքը գրափարից է փոխանցվել, որտեվ գրափարում այդպես է որոշված եղել, որ բոլոր է տառով սկսվող բառերի դեպքում շշաձևը միայն պիտի գործածվի, այսինքն Տիրոջ անվան տառով պիտի ասվի։ Բայց շեշտենք մի բան, ոչ թե Տիրոջ անունն է, այլ Տերը այդպես է պատասխանել, երբ որ ասել է դու ով ես, ասել է ես եմ որ է, քո Տեր Աստվածը։ Թարգմանություններում միայն հայերենում եւ հունարենում է այդպես լինում։ Մնացած ոչ մի լեզվով այդպես չի թարգմանվում այդ խոսքը։ Ազգիս հայոց ի պատրիարքության տյառն նրանց մեջ, օրինակ, տեսեք, ամեն ազգերի մեջ ընդունում են որևէ մեկին, չէ՞, օրինակ հույները շատ են սիրում սրբերին, չէ՞, Սուրբ Նիկողայոսը, նույն ինքը Ձմեռ Պապիկը, Սուրբ Եվթիմիոսը, Սուրբ Գևորգը, իրենց համար սրբերն ամեն ինչ են, չէ՞։ Լատին եկեղեցու համար Աստվածամայրն է, իրենց ամեն ինչն է։ Հայաստանի այս առաքելական եկեղեցու համարով դեռևս 3-րդ տիեզերական ժողովից հետո այլևս չմասնակցեց տիեզերական ժողովներին, որոնք հաղճատում են ընդհանուր Քրիստոսի սիրո եկեղեցին, սրբություն սրբոց է Քրիստոս Աստված։ Երրորդության անձերից ճարտարապետը, որ եւս Գրիգոր Տաթևացին է մեզ սովորեցնում, արարչագործության ժամանակ հայրը արարիչներ, որդին ճարտարապետը, Սուրբ Հոգին զարդարողը, եւ դրա համար ինչպես ցանկացած շենքի փլուզման կամ վնասման դեպքում առաջինը դատարանի է կանչվում ճարտարապետը, այդպես էլ Քրիստոս ճարտարապետը մարդկային սիրո եկավ այս աշխարհ սեփական արարածներին փրկելու, նորոգելու եւ ոտքի կանգնեցնելու եւ իր ամբողջ կյանքի ընթացքը այդպես էլ եղավ։ Դրա համար Հայաստանի այս առաքելական եկեղեցին շեշտը դնում է Քրիստոսի քրիստոսակենտրոն եկեղեցի է մեր եկեղեցի։ Սրբերը բարեխոս են, սիրում ենք իրենց, խոնարհվում ենք իրենց տվածի եւ իրենց ապրածի առաջ, խոնարհվում ենք իրենց ինքնազոհության առաջ, որովհետեւ սրբերը բոլորն իրենց կյանքը տվել են Քրիստոսի համար, բայց չենք մոռանում, որ Քրիստոսի համար են տվել։ Եվ նրանք բոլորն ուզել են, որ ոչ թե իրենց պաշտեն, այլ իրենց անցած ճանապարհով Քրիստոս մեծարվի։ Ինչպես որ Գրիգոր Տաթևացին, որ մահացավ, ինչ արեց, ասեց իմ գերեզմանը կթաղեք Տաթևի վանքի մուտքի առաջ, ու այդպես էլ արեցին, որ մարդիկ իր վրայով անցնեին։ Հետագայում վարդապետները փոխեցին, դրա համար գերեզմանը կողքը մնաց։
Նշեմ, որ Պոլսում բոլոր հայկական եկեղեցիները գտնվում են Պոլսի հայոց պատրիարքության հովանու ներքո։ Եկեղեցիների խնամքի, պահպանման ամբողջ հարցերով պատրիարքությունն է զբաղվում, ինչի համար շատ շնորհակալ պետք է լինենք։ Կարծում եմ բոլորս ենք հասկանում, որ այս երկրում մեր ժառանգությունը, մեր արժեքները պահելը այդքան էլ հեշտ չի, բայց դա արվում է։ Դեցինք նաև իրենց Grand Bazaar-ը, որը ի սկզբանե կառուցվել է հայերի համար, որովհետև Թուրքիայում ոսկերիչները, լավ ոսկերիչները հենց հայերն են եղել։ Իսկ Grand Bazaar-ում թե առաջ եւ թե հիմա մեծամասամբ ոսկի է վաճառվում։ Այցելեցինք նաև հայերի գերեզմանատուն։ Շեշտեմ, որ գերեզմանատունը նույնպես գտնվում է Պոլսի հայոց պատրիարքության հովանու ներքո։ Այն, որ գերեզմանատունը այսքան կոկիկ, այսքան մաքուր է ու գտնվում է հատուկ հսկողության տակ, դա միայն պատրիարքության շնորհիվ է։ Լել ենք նաև Այա Սոֆիա տաճարը, եղել է աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարը։ Սակայն Պոլսի անկումից հետո Օսմանյան կայսրության կողմից այն որպես քրիստոնեական տաճար, այսպես ասած, քողարկվել է եւ դարձրել են մզկիթ։ Շատ տարիներ անց շինարարական աշխատանքների ժամանակ պատերի ներկերի տակից երևացել են այս սրբապատկերները։ Այժմ վերևի հատվածը գործում է որպես թանգարան, բայց ամեն դեպքում մզկիթը պահպանված է, որպես քրիստոնյա աննկարագրելի ապրումներ եմ ունեցել մզկիթում Հիսուսի պատկերը տեսնելուց։ Հայ ճարտարապետ պարոն Պալյանի կողմից կառուցված Դոլմաբահչե պալատը, որը կառուցվել է Սուլթանի հրամանով եւ աշխատանքը վստահվել է Պալյաններին։ Պես արդեն նշեցի, սա Դոլմաբահչե պալատն է, որի կառուցման ժամանակ օգտագործվել է շուրջ 14 տոննա ոսկի, որը հիմա հոլովակներում կարող եք տեսնել առաստաղների վրա, զարդարանքների վրա, ամբողջությամբ դա ոսկի է։ Իսկ այս ջահը աշխարհի ամենամեծ բոհեմյան բյուրեղյա ջահն է, որի քաշը շուրջ 4.5 տոննա է։ Այսպես քայլելով, նայելով հասկանում ենք, որ պարզ երևում է ձեռագրից, որ հայի մատը խառն է, որովհետև կարծում հայերը ամենաշատն են սիրում այս ճոխությունը, ռոկոկո ոճը։ Իհարկե ցավալի է, որ մեզ համար չենք կարողացել ստեղծել այս նույնը, այլ ստեղծել ենք թշնամու համար։ Ամեն դեպքում չենք էլ կարող շղթել, որ ֆանտաստիկ գեղեցիկ էր ամեն ինչ, ֆանտաստիկ մտածված, ու ամեն անկյունը նայելուց ուղղակի չէր կարողանում գեղեցկությունից կշտանալ։ Անկեղծ չեմ հավատում աչքերից, որ այդ ժամանակներում հնարավոր է եղել այս ամեն ինչը ստեղծել ու ստանալ։ Անհավատալի շքեղ ու սիրուն է։ Այս սրահը մասնավորապես իմ սիրտը գերել է, որովհետև առաստաղի գեղեցկությունը չեմ կարող բացատրեմ իրականում քո աչքերով այս ամեն ինչը տեսնելը ինչքան սիրուն էմոցիաներ է տալիս։ Մի պահ քեզ թվում է թանգարանում ես հայտնվել, բայց հետո հասկանում ես, որ սա թանգարան չի։ Իդեպ այստեղ էին նաև Այվազովսկու բնօրինակ նկարները, որոնք Այվազովսկին նկարել էր Սուլթանի համար։ Դե ինչ, վլոգը մոտենում էր տրամաբանական ավարտին, ձեզանից շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ հետևեք, հոլովակը հավանեք եւ մեկնաբանություններում գրեք, որովհետեւ սա իմ առաջին վլոգն է։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե ձեր կարծիքը գրեք, կսպասեմ։